Հարգելի համագյուղացիներ, այսօրվա նպատակը մեր հավաքվելու հանրային լսումն է, առաջի հանրային լսումը Կամեշնիկ ֆիրմայի հետ կապված Սուլի ձորում գտնվող հանքը, որը որ մենք ունենք, ես մի թեթև ներկայացնեմ, պարոն Մակարյան, լսելով, որ դա 1915 թվից է, 20 թվից է գործել, այդ հանքը հիմա հանրային լսում ենք անում, առաջի հանրային լսումն է, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված ժողովրդի կարծիքն է, էլի հետաքրքիր, օրենքի պահանջ է, որը որ պիտի անենք մենք պարտադիր, հանրային լսումից հետո պիտի ընդհանուր գործողություն անցնի հավաքանունիստով, հավաքանունիստը հաստատի ու արդեն մնացած փաթեթները տրամադրենք ձեզ։ Հիմա խոսքը փոխանցեմ ձեզ, ընթացքում եթե մենք հարցեր կունենանք համայնքի ժողովուրդը, եթե հարցեր կունենանք կտրամադրի, եթե չէ, ուրեմն ձեր գործերին հաջողություն կցանկանանք, խնդրում եմ երկու բառով ներկայացրեք։ Դե սաղաչի հանդիպումը չի, մենք ենք հանդիպել այս կազմակերպության առումով կազմակերպություններ, որը որ 50 տարի մոտավորապես շարունակ շահագործել է այդ հանքավայրը, պահպանելով բոլոր բնապահպանական նորմերը եւ տեխնիկական վիճակները։ Հանգամանքների բերումով ուղղակի համընկավ այդ կազմակերպությունը թույլտվության ժամկետը ավարտելը եւ վերաձևակերպումը համընկավ որոշ հանգամանքների հետ, որը խոչընդոտ հանդիսանում շարունակել այդ գործընթացը։ Դրա համար հիմա բացինք նոր ընկերություն Կամեշի կանոնով, որը զուտ զբաղվի այդ հանք արդյունաբերական աշխատանքներով։ Ուզում եմ ասեմ, այս ոլորտի մեջ մեզ ճանաչում եք, տարիներ շարունակ աշխատել ենք, համագործակցել ենք, բնապահպանական վնասներ չենք տվել, մի բան էլ հետևել ենք, որպեսզի ոչ շրջաններ լինեն, ճանապարհները աշխատունակ վիճակում գտնվեն, ասենք ամեն ինչ պետք է եղել, ծառ ենք տնկել, նորմատիվները փոշի արտանետումների, սա նորմատիվների մեջ է եղել, միշտ էլ գերազանցվել է դրա փոխադարձ վճարումների ժամանակին կատարվել են։ Հիմա խնդիրը հետապնդում է, որպեսզի շարունակենք այդտեղ աշխատանքը, նույն տարածքում է լինելու, ինչ որ հողային կատեգորիայի փոփոխության խնդիր չենք տեսնում, որտեղ հանքավայրի պաշարները սպառված չեն, ունեն եւս մի 50-100 տարի երևի շահագործելու պաշարներ, այսօրվա օրենքով դա տրվելու է 20 տարով, հետո արդեն ընթացքը ցույց կտա։ Ընդամենը էս է, որ նոր ստիպված անցնենք այս բոլոր օրենսդրական փոփոխություններին համապատասխան նոր փուլերը, որպեսզի նոր կազմակերպությունով կարողանանք ստանալ թույլտվություն այդտեղ հանքավայրում շահագործում կատարել։ Պարոն Մակարյան, մի կներեք, եթե վերջացրիք մի հարց տամ ձեզ, տեսեք էլի, դուք խոսում եք մեր գործող հանքից, որը որ մենք բոլորս հպարտացել ենք միշտ այդ հանքով, կխնդրեմ մեր ներկաներին տեղակայել, թե հիմնական աշխատուժը որտեղից է լինելու, ձեր հանքավայրի, գյուղից է լինելու, թե կողքի, չգիտեմ, բնակավայրից կամ Երևանից, կխնդրեմ այդ հարցին պատասխանեք ու այնտեղ արդեն մեկը սոցիալական հիմնականում մենք մասնագետներ չենք շրջակա միջավայր, որ կարողանանք ասեք բան անում, մենք կարանք հարցնանք մեր համայնքին վերաբերող հարցերից, կխնդրեմ պատասխանեք աշխատուժը որտեղից է լինելու, մեկ էլ ինչ սոցիալական ծրագրեր եք ներառելու այս նոր բանի մեջ։ Միջև այդ աշխատուժը եղել է հիմնականում գյուղի ժողովրդից, այսինքն նույն ձև իրանք շարունակելու են այնտեղ աշխատել, մենք կողմնակից ենք, որպեսզի համալրվի տեղի աշխատուժը, որպեսզի հեռու գնալ, գալ, առաջինը խնդիրներ է եւ այլն, հետո էլ ինչի համար այստեղ ենք աշխատում, այստեղ մարդիկ թող գործ ունենան, ասենք միշտ այդ կողմնակից ենք եղել դրան, էլի։ Սոցիալական ծրագրերով էլ այսքան տարիներում ասենք մեր հանքի վարիչը ներկա է Մոսյանը կարող ասի, որ ինչ խնդիրներ եղել են, դիմել է, այդ մեր ուժերի մեջ է եղել, ամեն տեսակի աջակցություն ցուցադրվել է, էլի։ Հետագայում էլ չենք հրաժարվում, քանի որ սերտ համայնքի հետ աշխատել ենք, ինչ խնդիրներ կա, մեր կարողություններով մենք Այսինքն ամեն դեպքում մենք նույն տեմպերով աշխատելու ենք միասին։ Հա, նույն ձևի սա ուղղակի տեխնիկական ռուտորացումով վերաձևակերպման հետ կապված, քան որ նախկին հիմնարկետ հնարավոր չի այսօր ավարտի հասցնել այդ թույլտվության ձևակերպումները։
Այսինքն նույն հանքն է աշխատել տարիներ առաջ, հա։ Որ հանք աշխատում է։ Ոնց աշխատել ենք, աշխատել ենք։ Այս Մի 3 տարի մենք սառացել էինք, հանքարդյունաբերությունով չենք զբաղվել, զուտ մեր կուտակացունքն ենք վերամշակել, տեղափոխված կամ ձեռբերված հումքով ենք աշխատել, բայց հիմա ոնց որ ասում եմ, դա էլ կսպառվի շուտ թե ուշ, հնարավոր չի լինի աշխատողներին պահել, հենց ավարները չեն լինում, իսկ պահանջարկը կա էլի այդ արտադրյալ տեսակի Հանքանյութը շատ է, այսինքն այդ 20 տարվա համար դեռ ինքը կբավականացնի։ Հա, շատ ավելի պաշարներ կան, ոչմ բավարար նախագիծը պատրաստ է, սպասում ենք լսումներն էլ լինի, որպեսզի կարողանանք շրջակային ուղարկենք փորձակացքը մուտք անենք տարածքային կառավարման, արդեն այնտեղ կնա փորձաքննական փուլերը, որից հետո որոշում կկայացնեն թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Շնորհակալ ենք։ Հարցեր ունենք մենք պարոն Մեզ ինձ թվում է ծանոթ թեմա է ինքը, մեր հասարակությանը, մեր հասարակությանը ծանոթ թեմա է, որովհետև իրականում էլի գյուղից ահագին մարդիկ կան, մի քանի խոսքեր ես ասեմ, որ ավելի կոնկրետ լինի։ Գյուղից որ չէ մոտավորապես կարող սխալվեմ բան, բայց մի 20-ից 30 ընտանիք ապրում է այդ հանքով, իր տանացը լուծում է այդ հարցով։ Մարգարետ, եթե չաշխատեք վնասը ներմա գյուղի ժողովրդին Բացի դա ինքը պետության համար էլ իմ կարծիքով կարևոր է, որովհետև այսօր հանրապետությունում երևի գրեթե չկա իմ տեղեկությունները, կարող է կա չեմ անում, այդ Սպիտակ Մարմարի հանքը, որը որ շինարարության մեջ մեծ ներուժ ունի, ես այդպես եմ մտածում, ինքը մեր գյուղի բրենդն է, այսինքն ամեն տարածաշրջան ինքը իր բրենդը ունի, մերն էլ Մարմարի հանքն է, էլի, մեր Սպիտակ Մարմարն է, ինչը վերաբերում է սոցիալական ծրագրերին, պարոն Մակարյանը ճիշտ նշեց, մենք ամեն օրվա հեռախոսային թե մնացած հարցերով, երբ որ մենք դիմել ենք հանքի վարիչին, պարոն Մովսյանին, ոչ մի խնդիր չի առաջացել էլի սոցիալական հարցերով, իրենց պարտականությունից մի բան ավելի մեծ մարդիկ արել, դրա համար շնորհակալություն ենք ու հուսանք նույն ձև էլ կանենք, այդ նույն ձև էլ նույն տեմպով էլ շարունակենք, նույն ձև էլ տեմպով էլ շարունակենք, ցավը տանեմ, ամեն դեպքում ես կցանկանամ, որ այս ընթացքը դառնա իդեալական, որովհետև այսօրվա դրությամբ մարդիկ են գալի, մեր գյուղը համայնքապետարան ասում են, որ գիտեք ինչ մենք այդտեղ ենք ապրում, ինչ-որ բանով էլ դուք առաջնորդեք, թող այդ հարցը կարգավորվի, որ կարողանանք մենք մեր հարցը լուծենք։ Շնորհակալ ենք ձեզանից, պարոն Մակարյան, եթե ավելացնելու բան ունեք, խնդրենք ավելացնեք, եթե ոչ Չէ, ամփոփ է աշխատել են, գիտեք, Կոպիտ ասած մենք ձեզ համարում ենք գյուղի մարդ, ասենց, որովհետև այս քանի տարիներ է դուք այս գյուղում եք ու միշտ գավա ձեր այդ ամեն վարկանաշփում չի եղել, բայց պարոն Մովսյանն այդ ամեն դեպքում միշտ է եղել, էլի ցանկացած հարցով, սկսած պաժարներից, եթե այդտեղ բնապահպանական հարց է առաջ գալի, ասեմ ձեզ էլի, անտառներում, երբ որ ճանապարհները դա իդեալական են լինում, հրդեհների ժամանակ այդ ամեն ինչը հեշտ է կառավարվում։ Երկրորդը, այդ ճանապարհից օգտվում են մեր գյուղի բնակիչները, ինչով։ Իրանք բարձրանում են սարերը, այդ բանջարներ են քաղում, բանջար ենք մենք ասում դրան, էլի բանջարը ինչացնում, տանում են վաճառում են, այսինքն այդ մարդիկը տեղից էլ օգուտ ունեն։ Ինքը մի տեսակով չենք նայում էլի այդ հարցին մենք, թե համայնքի համար ինչ շահեր կունենանք, էլի մեր ժողովրդյան։ Всё, եթե ավելացնելու բան չունեք, ես այսքանն ասեմ, ցանկանան գործերին հաջողություն թողնի։ Շնորհակալություն։ Այդքան բան։